Բարույս երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Մի քիչ առաջ համացածում ասե հենց անսիմպաթիա, սենց բերանը ծուր, մտի շուտ սենց տահաճ ազնվորության նկատեցի, ինչ-որ բաներ ա խոսում։ Նախ միջև վերջ չլսեցի, ուղղակի սենց հատվածներ անընդհատ որ համացածը թերթում եմ, այդ բերանը ծուր խոխի ոռնոցներից ինչ-որ հատվածներ կա դրած։ Ծանոթանալով այդ հատվածներին, թե ինչ է ոռնում բերանը ծուր խոխեն, նայեք ես բոլոր հայ մարդկանց հորդորում եմ, որպեսզի խնայեն իրենց պետքարանները եւ իրանց բնական կարիքները հոգան բերանը ծուր ռոբիկի ծուր բերանի վրա։ Սիրելի մարդիկ, խնայեք ձեր պետքարանները, մի օգտագործեք ձեր պետքարանները ձեր բնական կարիքները հոգալու համար, այլ եթե դուք ունեք բնական կարիքներ, դուք ձեր բնական կարիքները կարող եք հոգալ պրիվետ ռոբիկի ծուր բերանի վրա, որովհետև բերանը ծուր ռոբիկը այս պետությունում միան կարող է պետքարանի տեղ զբաղեցնի։ Կարող է լինի միան պետքարան, որտեղ հայ մարդիկ պետք է իրենց բնական կարիքները հոգան։ Ուրիշ ոչինչ։ Ժորժ ջան, չեմ ներվայնանալու։ Ավելորդ հունից չեմ հելնելու։ Բայց գիտեք ինչ, սա մենք գիտենք, բայց մենք պետք է ավելի լավ իմանանք։ Հայ մարդը չպետք է իր մտքերից մոռացության տա այս ծուր բերան ունեցող այս ռոժերին։ Ես համոզված եմ, որ հայ մարդկանց մտքերից, սրտերից այս խոխեքը չեն մոռացվել։ Սրանք մեր հիշողությունից չեն մոռացվել։ Սրանք միշտ մեր հիշողության մեջ են։ Ու ինչքան իրանց այդ ծուր բերանով հայտնվում են մեր տեսադաշտի առջև, այնքան մեր վրեժխնդրությունը ավելի է ուժեղանում, ավելի է հասունանում իրենց նկատմամբ։ Քանի որ հայ մարդը վրեժ ունի իրենից լուծելու, անձամբ ռոբիկից հայ մարդը վրեժ ունի լուծելու, եւ հայ մարդը իր սրտով, իր ուզածով իր վրեժը չի լուծել, քաղաքական մակարդակով, այս քաղաքական մակարդակ ուզում եմ շեշտեմ, էլի սա ավելորդ խնդիրներից խուսափելու համար։ Քանի որ հայ մարդը քաղաքական մակարդակով այն վարար գետի նման ռոբիկի բերանից հայ մարդու տասնյակ տարինով ծծած այրունը չի թափել, որ ռոբիկի բերանից վարար գետի նման հոսա հայ մարդու տասնյակ տարիներով ծծած այրունը, հայ մարդը իր վրեժը չի ավարտել ռոբիկից, եւ եթե ռոբիկ այսօր ոռնում է, հոխորդում է, թող մոն վարի հեղափոխության եւ հեղափոխության բոլոր արժեքների համար, որովհետև հեղափոխությունը իր բոլոր օրենքներով եւ արժեքներով, հեղափոխությունը իր բոլոր հարստություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորները կոչերը թույլ չի տվել հայ մարդին, որպեսզի հայ մարդը իր ուզած ձևով վերջնականապես տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծի ռոբիկից։ Հայ մարդը թույլ չի տվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որպեսզի ռոբիկի բերանից վարար գետի նման հոսա տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը, բայց ռոբիկը ինչպես ծծել է հայ մարդու այրունը տասնյակ տարիներով, այդպես է ծծելու է, եթե հնարավորություն ունենա։ Նա ոչ մեկի չի խնայելու, որովհետև նա այրան կարոտ է, որովհետև նա 7 գլխարի վիշապ է, որովհետև նա այրան ծարավ է, որովհետև նա 6-7 տարի 8 տարի է կարոտ է մնացել հայ մարդու այրունը ծծելուց։ Նա հայ մարդու այրան կարոտ է, ու այդ վիշապը, երբ որ ունեցավ մի չնչին հնարավորություն, ծծելու է հայ մարդու այրունը։ Եվ հայ մարդը թույլ չի տալու այլևս, որ ռոբիկը ծծի իր արունը տասնյակ տարիներով, թույլ չի տալու։ Հայ մարդը այնպես է անելու, որ ռոբիկի բերանից վարար գետի նման հոսա հայ մարդու ծծած այրունը։ Ու ռոբիկի բերանից հայ մարդու ծծած այրունը վարար գետի նման հոսելու է։ Ռոբիկը չի խնայվելու։ Ու այս գիտեք ինչ, այս պետությունում Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը Արցախի անունը շարքելով իշխանություն չի գալու։ Վերջ Հայաստանի Հանրապետությունում այն կարգախոս է, այն կեղծ խոսույթը, որ Արցախի անունը շարքելով այս պետությունում իշխանություն արևանգել։ Ու ոչ մի կապ չհաստատելով եւ Արցախցու հետ, եւ Արցախի հետ, առավել եւս ոչ մի կապ չհաստատելով Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ, առավել եւս կապ չհաստատելով հայոց լեզվի հետ։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում Արցախի անունը շարքելով իշխանություն չի լինելու, մոռացեք այդ ձևական խոսույթները, մոռացեք վերջ, ձեր այդ կեղծավոր այդ ձևական
խոսությունները մոռացեք։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում Արցախը բացարձակ sense շահարկելով որևէ մեկը իշխանություն չի լինելու։ Սա մեկ, որը քննարկման ենթակա չէ։ Սա հայ մարդու որոշումն է, որը քննարկման ենթակա չէ։ Ինչպես Արցախը բարձրաճան շահարկելով այս պետությունում ոչ մեկ իշխանություն չի լինելու, իշխանություն չի արևանգելու, այդպես էլ Աստծո անունը բարձրաճան շահարկելով ոչ մի սքեմի տակ թաքնված կեղծ հոգևորական Աստծո տունը զարթած չի պահելու եւ չի զարթելու։ Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուտները, բոլոր մեր սրբավայրերը, Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյուն այլևս չի արևանգվելու, չի զարթվելու։ Այն ինչ որ զարթված ամնացել, որից մեկը Աստծո տունն է, մեր սրբավայրերը, շուտով այդ ինստիտուտն էլ Աստծո տունը, մեր սրբավայրը կազատվի Կտրիչ Ներսիսյանի բռնազարդումից։ Սիրելի մարդիկ, սիրելի հայրենակիցներ, այնտեղ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստացել է ոչինչ չարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները արել է անհնարինը հնարավոր դարձնելով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն մի խոստում չարել։ Այդ խոստումի անունը Ռոբիկ Այրան ծարավ պրիվետ Ռոբիկ է, որ Ռոբիկը պետք այսօր չունենան հնարավորություն ոռնալու, որ Ռոբիկ այսօր պետք է հայ մարդու տեսադաշտում չերևար, որ Ռոբիկ այսօր պետք է իր արժանապատիվ տեղը գտածներ։ Եթե ինչ-որ միտեղ վարչապետի վարկանիշ ընկած է Ռոբիկ ու դու դրանով ոգևորվում ես, միակ պատճառը դու ես, միակ պատճառը քո ազատությունն է եւ քո անպաշելությունը։ Վարչապետի վարկանիշի անկման միակ պատճառը Ռոբիկի ազատությունն է, Ռոբիկի անպաշելությունն է, որ միջև հիմի անպաշելության մթնոլորտի տակ վայելում է իրական Հայաստանի Հանրապետությունից թալանված միլիարդավոր դրամները եւ դոլարները։ Քիչ չի վայելում է մատել Հայաստանի Հանրապետության հայ մարդուց թալանած միլիոնները, որպես զենք ուղղել է հայ մարդու վրա եւ օր ու հանգիստ չի տալի։ Պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Օր ու հանգիստ չի տալի, անդադ ներվային համակարգի մեջ ապա։ Միակ պատճառը դու ես։ Վարչապետի վարկանիշի անկման միակ պատճառը պրիվետ Ռոբիկն է։ Պրիվետ Ռոբիկն է։ Իր ազատությունն է, իր անպաշելությունն է։ Ուրիշ ոչ մի պատճառ, ոչ մեկ ոչ փնտրում է, ոչ էլ առիթ ունի փնտրելու։ Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ենք խոսացել տարբեր թեմաներից։ Ռոբիկի եւ իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը գիտեք որն է։ Որ այս բերանը ծուր Ռոբիկը Հայաստանի Հանրապետությունը օգտագործել է իր անձնական հարստության համար։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրենց անձնական հարստության համար։ Իսկ իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար։ Զգում եք չէ տարբերությունը որն է։ Զգում եք չէ տարբերությունը որն է։ Որ եղել է մի մարդ, ով այս պետությունը արևանգել է, բռնազարդել է այս պետության մարդկանց վախի ստրախի մեջ, վախի եւ ստրախի մթնոլորտի մեջ պահել է, այս պետության մարդկանց զրկել է այս պետության իշխանության ճակատագիրը որոշելու հնարավորությունից, եւ այս պետությունը աշխատացրել է իր անձնական հարստության համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ազատագրել է իրական Հայաստանի Հանրապետությունը արևանգությունից, խղճահարությունից, վախից, ստրախից, այո հայ մարդկանց ազատագրել է Ռոբիկի արևանգությունից, վախի, այդ չգիտեմ, այդ ստրախի մթնոլորտից եւ ինքը ոչ թե Հայաստանի Հանրապետությունը օգտագործում է դրանց նման իր անձնական հարստության համար, այլ ինքը աշխատում է Հայաստանի Հանրապետության համար, աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար։ Սա մի հատ իրականություն է, սա առօրյա մեր իրականությունն է, սա մեր այսօրվա իրականությունն է, ու այս ամեն ինչը տեսանելի է։ Ով չի տեսնում այս ամենը։ Ով չի տեսնում այս ամենը։ Մտածեք, այս ամենը ով չի տեսնում։ Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության համար, աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար, իսկ այս կիլերները Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրանց անձնական հարստության համար։ Ահա եւ տարբերությունը։
Ահա եւ տարբերությունը։ Ռոբիկը հայտնվելու է հայ մարդկանց ոտքերի տակ եւ հայ մարդկանց ոտքերի տակ հակամակարդակով ենթարկվելու է Սամասուդի, հայ մարդկանց ոտքերի տակ Ռոբիկ քաղաքական մակարդակով Ռոբիկի բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Մարդիկ ջան, հայ մարդ, քեզնից Էնյանը ուժեղը չկա, քո դեմը խաղ չկա, քո դեմը խաղ չկա։ Ու դու դա ապացուցել ես ու ամեն առիթի դու դա կապացուցես։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու, լավ է եւ լավ է լինելու։ Հայ մարդիկ, հիմա արդեն քնելու ժամը, քնելուց առաջ ձեր փոքրիկներին, դուք բոլորովդ մեծերին, տատիկներին, պապիկներին, ոչ մեկը ձեր անձնական պետքարանից չօգտվեք։ Բոլորը ձեր բնական կարիքները հոգացեք Ռոբիկի ձուր բերանի վրա։ Բարի գիշեր ձեզ։